Պարոն Պատիկյան, զինված ուժերի բարեփոխման ընթացքից նոր համազգեստ ունենալու գործընթացը ինչ փուլում է, այդ մասով մանրամասը եթե կարող եք։ Գործընթացը իր բնականon հունով գնում է, ես վերջերս նաև ամերիկյան իմայցից հրապարակել էի որոշակի տեղեկատվություն դրա մասին, մենք ընթացիկ տարում սպասում ենք դաշտային համազգեստի առաջին փորձանմուշների, որը բավականին մի քանի հազար փորձանմուշի մասին էր, որը պիտի հետագայում արդեն անցնի զորային փորձարկում, դաշտային փորձարկում, որից հետո արդեն մենք կունենանք գնման գործընթաց եւ ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն։ Պարոն Պատիկյան, քանի որ Միացյալ Նահանգների այցից խոսեցիք, արդյոք կա պայմանավորվածություն Միացյալ Նահանգների հետ զենքի, զինամթերքի հետ կապված պայմանագրերի ստորագրում եւ ընդհանրապես ռազմական աջակցություն Հայաստանին։ Ես չեմ կարող խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին, բայց կարող եմ ասել, որ բավականին դրական դինամիկա կա մեր համագործակցության զարգացման ուղղությամբ եւ միայն այսքան ավելի չեմ ասի։ Համաձայնագրեր ստորագրվել Այլ բան չեմ ասի, շնորհակալ։ Սիվիկեմ, պարոն նախարար, ձեր իշխանության ուղղված մեղադրանքներից է այն, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ մենք մեր ռազմական բյուջեն ենք կրճատում, խնդրում եմ իրազեկեք, Հայաստանը շարունակում է զինվել, զինամթերք ձեռք բերել այն ինտենսիվությամբ, ինչպես օրինակ մինչև օգոստոսի 8-ի խաղաղության փաստաթղթի նախաստորագրումներ եւ ըստ ձեզ նախաստորագրված փաստաթղթը երբ է հնարավոր որ ստորագրվի։ Հարգելի գործընկերներ, ես պատասխանեմ նրան, որ 2026 թվականի բյուջեն, եթե այն համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենսի հետ, համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենսին, այն որևէ խախտում չունի, բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 25 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որը առաջ բերված ծախսեր են, եւ նույն 26 թվականի ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որը իրականում, եթե 24-ի հետ համեմատենք, բնական զարգացման տեմպ է, որտեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա, Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում նաև սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները, բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է եւ այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ եւ բնականաբար դա պիտի ունենա իր հետևանքները։ Ինչու փաստաթղթի ստորագրման ժամկետին ձեզ հայտնի է մոտավորապես։ Ես հիմա ժամկետ չեմ կարող ասել, հարգելի գործընկերներ, դա գործընթաց է, process է, որ ընթանում է, իհարկե մենք շահագրգիռ ենք, որ օր առաջ դա կնքվի։ Նախարար